Մարդիկ կան լավ բարի առատաձեռն, կան վատ չար չկամ, մարդիկ կան հանցագործ, մարդիկ կան նեյտրալ, տարբեր որակի մարդիկ կան աշխարհում։ Դրա համար նախորոք, ասվում է ուսումնասիրեք իրար, սովորեք իրար լսել, սովորեք իրար տեսնել եւ ամենակարևորը մի տարի գոնե երիտասարդներ իրար հետ պետքա ման գան, ծանոթանան, հարցեր տան իրար, ծանոթանան ծնողների հետ, որպիսի հետո հասկանան ամուսնանում են թե չեն ամուսնանում։ Գոյություն ունեն մամաներ, ովքեր ամեն ինչ անում են իբր երեխայի համար լավ լինի, բայց ամեն ինչ վատացնում են իր կյանքում։ Թե տղայի մաման, թե աղջկա մաման նշանակություն չունի։ Կան մամաներ, ովքեր ասում են. լավ, դավայ, հեսա մի բան կանենք, կիսուրի տրատ կանենք, հանգիստ կապրես ու քայլ առ քայլ հասնում են դրան։ Բայց մի բան պետքա մարդը հիշի այս կյանքում։ Ինչ ցանես նա կհավաքես։ Նույնն էլ սկիսուրներ գոյություն ունեն, ծրագրում են, ամեն ինչ անում են, որ հարսին հանեն ուղարկեն։ Տարբեր որակի մարդիկ կան։ Եվ մարդ կա հենց ապրում է այդ նեգատիվի մեջ ու դա իր համար լավ միջավայր է։ Մարդ էլ կա ամեն ինչ անում է, որ լավ ստեղծի։ Մարդ էլ կա թողում գնում է, ասում են չուզում եք եղեք։ Տղամարդիկ էլ երբ որ ամուսնանալ են ուզում, թող հասկանան, որ իրանց կյանքը կապում են կնոջ հետ, կինը հուզական է։ Մի օր տրամադրություն ունի, մի օր չունի, 5 րոպեում կարա տրամադրությունը փոխվի, կարա լացի աշխարհից բողոքի, կարա ուրախանա աշխարհի չափ քեզ սիրի, ինքը դրանում մեղավոր չի, դա իր հորմոններն է։ Մենք իմ նման կանայք, ովքեր տարիներ շարունակ այս բնակավարի մեջ են, մասնագիտացված են, ես գիտեմ ոնց պետքա ինձ պահեմ այս կամ այն սիտուացիայում։ Ես գիտեմ այս կամ այն մարդու հետ ինձ ոնց պետքա պահեմ, բայց մեկը ես կին եմ։ Մեկը պահի տակ ես կարամ լացեմ, ուրախանամ, ծիծաղեմ, դա իմ հորմոններն են։ Հավասարակշռված կին տղամարդու պես գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, ուրեմն հորմոնալ խնդիրներ կան ստեղ, որտեղ տղամարդու հորմոնը ավելի շատ է, քան կանացի։ Տղամարդիկ չպետքա խռովեն, պետքա սիրեն, ճանաչեն կնոջը եւ ապրեն այդ գրությունների հետ։ Ու իրանք ուրախանան, կնոջը սիրեն, պատճեն հանգստացնեն։ Տղամարդը պետքա կնոջը տա ստաբիլ հարթակ, հիմք։ Ինքը պետքա պաշտպանված լինի եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, եւ մարմնապես։ Մենտальная защита должна быть со стороны мужчины։ Երբ որ տղամարդը քո էմոցիաներից ուրախանում է, մեկ գժվում ես, մեկ ուրախանում ես, մեկ ծիծաղում ես, մեկ լացում ես, ինքը սովորել է, ով է կինը, ինչ ձև է ապրում, ինչի է տենց անում, ինչ հորմոններ են այս պահին։ Կանեք, դուք էլ ձեզ ճանաչեք։ Դուք էլ հիշեք ամսվա այս կտրվածքով, այս հատվածներում ոնց կարաք ձեզ զգաք, ու որ դա նորմալ է։ Դրա համար եմ ասում, եկեք իմ մոտ կոնսուլտացիայի, մենք ամեն ինչ իր տեղը կդնենք։ Ինձ ասում են դու ինչ կասեիր տղային, ով ուզում է ամուսնանա, ինչ խորհուրդ կտայիր։ Ես կասեի կնոջը ճանաչում ես։ Դու գիտես կինը քանի անգամ ամսվա մեջ հորմոնալ փոփոխությունների ենթարկվում։ Դու գիտես, որ կինը հուզական է եւ շատ զգացմունքային։ Դու գիտես, որ կինը սիրում է 5 րոպեից չի սիրում։ Դու գիտես, որ կինը ուրախանում է, մի բան ցանկանում է, 5 րոպեից փոշմանում է։ Դու գիտես, որ կինը կարա պարզապես լացի առանց ոչ մի պատճառի, ուղղակի լացի կամ ուղղակի ծիծաղի։ Մենք մայրանում ենք, մենք երեխա ենք լույս աշխարհ բերում, մեր մեջ հորմոնները եռում են։ Տղամարդ, եթե դու ուզում ես ամուսնանաս, այս ամեն ինչը իմացի եւ պատրաստեղի ապրել սենց զգացմունքային հրաշքի հետ։ Վեհային տղամարդը, ով գիտի, որ կինը կարա փոփոխական լինի ու այդ փոփոխությունների մեջ իրան լավ ասկում։ Մեծ լինելով, բարձր լինելով, տալով կնոջը հանգստություն, հիմք, պաշտպան։ Շատ կարևոր է, որ կինը եւ տղամարդը հասունացած լինեն։ Հասունացած կարան լինեն 18 տարեկանում էլ։ Մարդ էլ կարա թերահաս մնա 50 տարեկանում էլ։
Դա գալիս է մարդու գիտելիքներից։ Շատ ուսումնասիրեք մարդ ասածը։ Ուսումնասիրեք կին եւ տղամարդ։ Տարբերությունը։ Ում հետ ես ապրում, ում հետ ես ապրելու։ Անգիր պետք է իմանաս ինչ է այս մարդը իրանից ներկայացնում։ Առհասարակ ընտրեք բարի մարդկանց, կամեցող մարդկանց, ընտրեք առատաձեռն մարդկանց, իրանց հետ ձեր կյանքը կապեք։ Դուք էլ եղեք կամեցող, առատաձեռն, բարի, շատ մաքուր մարդ։